Ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Հովհաննեսովի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Այս մասին Պանորամայեմին ասել են քննչական կոմիտեից, պատասխանելով հարցին Տիգրանի սպանության մեջ մեղադրվող հայրը կալանավորվելուց հետո ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Հովհաննեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Երեխայի դին հայտնաբերել են նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղի հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Հենց նույն օրը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր նախնական տվյալներով երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով, այն է սպանությունը։ Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք ընտանիքի անդամներից մոր, հորաքրոջ, եղբոր և այլ հարազատների հարցազրույցները, ովքեր Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքում ասում էին, որ տեղյակ չեն, թե ուր կարող է լինել փոքրիկը սովորություններ էր բակում խաղալու և եղբոր հետ մոտակա տարածք են գնացել, որից հետո այլևս հետ չի վերադարձել Տիգրանը, փոխարենը հետ է եկել միայն եղբայրը, ով խոսել չի կարողանում։ Նշենք նաև, որ հորաքույրը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երեխային երբ հարցեր են տալիս, նա ձեռքերով բռնում է իր կոկորդն ու սեղմում։ Այս կերպ հորաքույրը փորձել էր ցույց տալ, որ եղբայրը գիտի, թե ով է այս դաժան դեպքի հեղինակը։ Նշենք, որ համացանցում տարբեր մեկնաբանություններ էին գրում այն մասին, որ հորաքույրն իր մեղքի բաժինն ունի։ Բանն այն է, որ մայրը թողել էր երեխային հորաքրոջ խնամքին, նա աշխատում էր և պետք է հորաքույրը ուշադիր լիներ։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Տիգրանի հորը քրեակատարողական հիմնարկում այնքան էլ լավ չեն ընդունել։ Նրան ճնշումների են ենթարկում, իսկ վերջինս հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Նա իր քայլը մեկնաբանում է այնպես, որ երեխան իր համար խորթ է եղել և հետևաբար էլ գնացել է նման դաժան քայլի, սակայն նրա մեկնաբանությունն ու նրա արդարացումը որևէ մեկի համար ընդունելի չէ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք այս ողբերգական դեպքի մանրամասներն ու հետևանքները։ Արդեն մի քանի օր է ողջ մամուլը ցնցած թեման փոքրիկ Տիգրանի սպանությունն էր։ 3-ամյա Տիգրանը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից էր։ Վերջինս խեղդամահ է արվել իր սեփական հոր կողմից։ Օրեր շարունակ ոստիկանները փրկարարական ջոկատները փնտրում էին տղային։ Արդեն 2 օր առաջ դաշտամիջյան հատվածում գտնվեց Տիգրանը։ Դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ նման սարսափելի քայլի դիմել է երեխայի հայրը։ Այսօր փոքրիկ Տիգրանի հուղարկավորությունն էր։ Ողջ գյուղը սգում է, ոչ ոք չի կարողանում համակերպվել դաժան իրականության հետ։ Համացանցային օգտատերերը մեղադրում են այս ընտանիքի ծնողներին, քանի որ մայրը պետք է թույլ չտար իր երեխային մենակ մնալ հոգեկան խանգարումներ ունեցող հոր հետ։ Նշենք նաև, որ համացանցի օգտատերերը նշում են, որ տարիներ առաջ այս ընտանիքը մասնակցել է Հրաչ Մուրադյանի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, որտեղ բարձրաձայնել է իր խնդիրը։ Այդ ժամանակվանից մինչ օրս իրենց խնդիրը չի լուծվել։ Նրանց օգնություն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում անառողջ վիճակը տիրել է ոչ միայն այս ընտանիքում, այլ նաև այս մարդկանց հոգեկան աշխարհը այն չի եղել։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով սպանությունը։ Նա ձերբակալվել է։ Այն հարցին արդյոք ձերբակալվածը երեխայի հայրն է, քննչական կոմիտեից հաստատել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների երեխայի հայրը խեղդամահանելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրան Հովհաննեսովի ծնված 2022 թվական դին։ Թերեզա Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լռեք մարդիկ, ուղղակի լռեք, զգույշ և կամաց խոսեք, փոքրիկ Տիգրանի խեղճ ու աղքատ ընտանիքը ցավ ու կսկիծի մեջ է, իսկ դուք անհանգստանում եք նրա մոր անարցունք լացի համար»։ Տիգրանիս աչքերը բաց էր, թաթիկները հողոտ, չստերն իրենից մի փոքր հեռու։ Այսօր են արել ու թողել այդտեղ։ Բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն այս փոքրամարմին կինն է, ում դեմքն անհաղորդ է աշխարհին և մարդկանց։ Ամենադաժանն ինձ համար մանուկների մահն է, և արդեն 5-6 ժամ է վերադարձել եմ Տիգրանենց տնից, չեմ կարողանում կարեկցանքի խոսք գրել, պապանձվել եմ, բառերը կծղել ու դեմ են առել կոկորդիս։ Կարծես գիպս եմ կերել ու խեղդվում եմ, ողորմած Աստված, անարդար աշխարհ։ Նշենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է փոքրիկ Տիգրանի մարմինը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է օրեր շարունակ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը գտնվել է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, որ փրկարարները, պարեկները, ոստիկանները երեխային հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Տիգրանի մարմինը պատգարակով տեղափոխում։ Հավելենք նաև, որ այս ընթացքում և ինչպես նաև արդեն երեխայի մարմինը գտնվելուց հետո համացանցում շարունակում են տարատեսակ մեկնաբանություններ հնչեցնել այն մասին, թե ինչպես կարող էր նման դեպք տեղի ունենալ, այն, որ այս ամենը առեղծված է, նշում են և փաստում բոլորը։ Ավելի վաղ ներկայացրել էին Գեղարքունիքի մարզպետի խոսքը երեխայի անհետ կորելու մասին։ Արմրու լրատվականի լրագրողը խոսելով Գեղարքունիքի մարզպետի հետ հարց է հնչեցրել՝ կա արդյոք որևէ վարկած, որտեղ կարող է լինել Տիգրանը։ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ իրենք ամեն բան անում են երեխային գտնելու համար, հույս ունեն, որ կկարողանան գտնել երեխային ողջ և առողջ։ Լրագրողի այն հարցին, արդյոք ընտանիքը կամ մայրը որևէ կապ ունի երեխայի անհետացման հետ, քանի որ այս օրերին տարբեր խոսակցություններ են հնչում այդ ամենի վերաբերյալ, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ նման բան ասել այդ ընտանիքի վերաբերյալ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հարևանների հետ էր խոսել լրագրողը, ովքեր դեպքի վերաբերյալ տարբեր մտքեր էին արտահայտել։ Նրանցից շատերը պաշտպանել են Տիգրանի մորը, խոսել են այն մեկնաբանությունների մասին, որոնք հնչում են նրա հասցեին, նշելով, որ չի կարելի կնոջ մասին նման բաներ ասել, ոչ մի մայր չէր ցանկանա իր երեխայի հետ նման դեպք պատահել, ինքը պարզապես աշխատանքի է եղել, իսկ հարևաններից մեկն էլ հակադարձել է, նշելով, որ այս տարիքի երեխան մոր կարիք ունի և պետք է մայրը նրա խնամքով զբաղվեր։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես գումար վաստակեր, հարևաններից մեկն ասել է՝ ուրեմն թող երեխա չունենար։